Հենց նոր ավարտեցինք մեր նկարահանումները, ժամը 1-ն է։ Ու Հենրին ու Անգելինան ձեզ ասում են Մեկ բարով։ Մինչ նոր հանդիպումներ։ Մենք շատ սիրեցինք մեր հեռուստադիտողին ու շատ շնորհակալ ենք ձեզնից։ Ու նույն սերն էլ ձեզնից ստացանք։ Շնորհակալություն։ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումներն աստիճանաբար մոտենում են իրենց ավարտին, և այս փուլը հատկապես հուզիչ է թե դերասանական կազմի, թե հեռուստադիտողների համար։ Սերիալը, որ ամիսներ շարունակ պահել էր բարձր ռեյտինգներ, քննարկվել է սոցիալական հարթակներում և դարձել է ամենադիտվող նախագծերից մեկը։ Հիմա ապրում է իր վերջին, բայց ամենազգացմունքային օրերը։ Ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, որ սերիալում Մերիի և Արամի կերպարները մարմնավորող դերասաններ Մերի Կարապետյանն ու Էրիկ Կրբաշյանն ավարտել են իրենց նկարահանումները։ Նրանց հրաժեշտը թիմին լի էր հույզերով, ամիսներ շարունակ նույն մարդկանց հետ աշխատելը, նույն լարված ու հուզիչ մթնոլորտում ստեղծագործելը հեշտ չէ թողնել առանց զգացմունքների։ Նրանց կերպարները սերիալում կարևոր դեր ունեին, և հանդիսատեսն անկասկած երկար կհիշի նրանց խաղը։ Այսօր էլ ավարտվեց ևս մեկ առանցքային կերպարի նկարահանման փուլը։ Իր վերջին կադրերն է նկարահանել տաղանդավոր և սիրված դերասան Ստեփան Ղամբարյանը, ով «Վերջին զանգը» սերիալում մարմնավորում էր Միքայելին, ամենաբարդ, հակասական և քննարկվող կերպարներից մեկին։ Միքայելը սերիալի սկզբից ներկայացվեց որպես բացասական հերոս, բայց ժամանակի ընթացքում նրա կերպարը դարձավ բազմաշերտ, ցավով, խանդով ու ներքին պայքարով լի։ Դերասանին հաջողվեց այնպես ներկայացնել այս կերպարը, որ հեռուստադիտողները միաժամանակ թե ատեին նրան, թե փորձեին հասկանալ նրա քայլերի պատճառները։ Ստեփան Ղամբարյանի խաղը հատկապես ընդգծվեց սերիալի վերջին հատվածում, երբ Միքայելի ներքին փլուզումը, որդու Հենրիի հետ բարդ հարաբերությունները և սեփական սխալների գիտակցումը հասան գագաթնակետին։ Նրա յուրաքանչյուր տեսարան լարված էր, ծանր ու հուզիչ, իսկ կերպարի ճակատագիրը մշտապես պահում էր հանդիսատեսին անորոշության մեջ։ Նկարահանումների ավարտը նրա համար նույնպես հեշտ չի եղել։ Տեսանյութերից ու հրապարակումներից զգացվում էր, թե որքան ջերմ կապ է ձևավորվել նկարահանող խմբի ու դերասանական կազմի միջև։ Գիշեր-ցերեկ նկարահանումներ, ծանր տեսարաններ, հուզական լարում ու պատասխանատվություն։ Այս ամենը միավորում է մարդկանց ու ստեղծում մի թիմ, որից բաժանվելը միշտ դժվար է։ «Վերջին զանգը» սերիալը ոչ միայն պատմություն էր էկրանին, այլև մեծ ու միասնական աշխատանքի արդյունք։ Յուրաքանչյուր դերասան, յուրաքանչյուր կերպար իր ներդրումն ունի այդ հաջողության մեջ, իսկ հիմա, երբ վերջին կադրերն են նկարահանվում, հեռուստադիտողները մի կողմից սպասում են հանգուցալ, պարզապես ընդունվում են։ Առջևում սպասվում են սերիալի ամենազգացմունքային, ամենախորը և ամենահիշվող սերիաները, որոնք երկար կմնան հեռուստադիտողի հիշողության մեջ, և երբ հնչի «Վերջին զանգը», յուրաքանչյուր կերպար արդեն կունենա իր պատասխանն ու իր գինը։ Անգելինայի վերադարձը Հենրիի տուն այլևս պարզապես սիրային քայլ չէ, սա կնոջ որոշում է, ով անցել է կորստի, խաբեության, ինքնության փլուզման և ճշմարտության ամենածանր ճանապարհով։ Նա հասկացել է, որ Հենրին միայն Միքայելի որդին չէ, նաև այն մարդն է, ով տարիներ շարունակ ապրել է նույն ստի ներսում, նույն վախի տակ։ Անգելինան դեռ վիրավորված է, դեռ ցավ ունի, բայց նա նաև գիտի իր ներսում նոր կյանք կա, և այդ կյանքը չի կարող ծնվել ատելության մեջ։ Հենրիի տունը վերջին սերիաներում դառնում է խորհրդանշական տարածք։ Այստեղ են հավաքվում անցյալն ու ներկան, մեղքը և հույսը, լռությունն ու խոստովանությունը։ Միքայելն այստեղ այլևս ուժեղ չէ, Հենդոն այլևս չի կարող թաքնվել։ Հենրին առաջին անգամ տանտեր է, ոչ թե տան, այլ իր կյանքի։ Եվ Անգելինան այդ տան մեջ է հայտնվում ոչ որպես հյուր, այլ որպես մարդ, ով իրավունք ունի հարցնելու, պահանջելու և որոշելու։ Ֆաինան վերջին սերիաներում դառնում է այն կերպարը, որ վերջնականապես փակելու է պատմության բաց օղակները։ Նա այն մարդն է, ով ժամանակին լռել է, բայց հիմա եկել է խոսելու։ Նրա վերադարձը հուշում է, որ սերիալը չի ավարտվելու կիսատ խոսքերով։ Ֆաինան պատրաստ է ասել այն, ինչ ուրիշները չեն համարձակվում։ Չնայած արտաքին հանգստությանը, սոսի ներսում փոթորիկ է։ Նա վերջապես ունի դուստր, բայց չի կարող վերադառնալ անցյալ։ Նա սիրում է Աննային, բայց հասկանում, որ այդ տարիները խլել են իրենց հնարավորությունը։
Սոսի կերպարը վերջին սերիաներում դառնում է ցավի և արժանապատվության մարմնացում, նա չի պահանջում, չի ստիպում, չի խանգարում, նա պարզապես ընդունում է ճշմարտությունը, որքան էլ դա ցավոտ լինի։ Եթե Աննան փրկվի, նրա հանդիպումը Անգելինայի հետ կլինի սերիալի ամենախորը պահերից մեկը։ Առանց բարձր խոսքերի, արցունքներ ու գրկախառնություն, Աննան չի պահանջելու վերադարձնել կորցրած տարիները, նա պարզապես կփորձի լինել նրա կողքին։ Լիլիթը այլևս չի կարող փրկվել, նրա քայլերը չափազանց հեռուն են գնացել, նրա մեղքերը չափազանց ծանր են։ Վերջին սերիաներում հարցն այլևս ոչ թե այն է՝ կպատժվի Լիլիթը, այլ ինչպես։ Վերջին զանգը չի ավարտվելու հեքիաթի նման, այն ավարտվելու է իսկական կյանքի նման։ Այստեղ ոչ բոլորը կլինեն երջանիկ, բայց բոլորը կլինեն ճշմարտության մեջ։ Սերը կփրկի նրանց, ովքեր պատրաստ են ընդունել պատասխանատվություն։ Մեղքը կկործանի նրանց, ովքեր չեն կարողանում կանգ առնել։ Եվ վերջապես կհնչի վերջին զանգը, որը կլինի ոչ թե ավարտ, այլ հիշեցում, որ յուրաքանչյուր ընտրություն ունի իր գինը։ Առջևում են սերիալի ամենազգացմունքային, ամենախորը և ամենահիշվող դրվագները, որոնք երկար կմնան հեռուստադիտողի հիշողության մեջ։